Հունիսի 16-ին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը Սուրբ Էջմիածնում ընդունեց նորաոց հոգևորականներին, որոնք ձեռնադրությունից հետո 40-օրյա պատրաստության շրջան են անցկացրել Մայրաթոռում։ Սեպուհ Աբեղա Ասատրյանը ընդունված կարգի համաձայն նորաոց հոգևորականների անունից իրենց մատուցած անդրանիկ պատարագների նշխարները հանձնեց Վեհափար Հայրապետին։ Մայրաթոռի լուսարարապետ Անանիա Վարդապետ Ծատուրյանը ներկայացրեց 40 օր առաջ Մայրտաճարում ձեռնադրված հոգևորականներին նորին սրբության հայրական խրատներն ու օրհնությունը խնդրեց ձեռնադրյալների ծառայության նոր շրջանի համար։ Այդ շրջանը շատ կարևոր է նոր ձեռնադրված հոգևորականի համար, հանդիպումներ սրբազան հայրերի հետ, փորձառություն ունեցող մեր ավագ եղբայրների հետ բավականին ոգևորիչ էին, բավականին պարտադրող էին նաև մեզ համար, որ իբրև արդեն ձեռնադրյալ հոգևորականներ մեր ծառայությունը մեր եկեղեցու հանդասանում իրականացնելու համար։ Նորին սրբությունը կրկին շնորհավորեց հոգևոր հայրերին ձեռնադրման կապակցությամբ։ Իր ուրախությունը հայտնեց, որ ճեմարանական կրթություն ստացած սարկավագներն այժմ շարունակում են եկեղեցական ծառայությունը որպես ամուսնացյալ կամ կուսակրոն հոգևորականներ։ Դյուրին չէ քահանայի առաքելությունը, բայց երբ կա սեր եկեղեցու հանդեպ, Աստված զորացնում է եւ աստվածային միջամտությամբ գտնվում են ելքեր ամենածանր իրավիճակներից։ Շնորհիվ կրթված ու նվիրյալ եկեղեցականների է հայ եկեղեցին կարողանում իրականացնել իր հոգեշահ եւ ազգապահպան առաքելությունը հիմնադրման օրից մինչեւ այսօր, մասնավորապես նշեց հայոց հայրապետը։ Վեհափար Հայրապետը կարևորեց, որ Աստծուն, եկեղեցուն, ազգին ծառայելու հանձնառությամբ մեր հոգևորականները միշտ առաջնորդել են ժողովրդին ճիշտ ուղով, հույսով ու հավատով լցրել մարդկանց սրտերը վաղվա օրվա եւ ապագայի նկատմամբ։ Փորձությունները շատ են, պետք է քայլել Աստծուն ապավինած եւ ժողովրդի սերը առաջնորդ կլինի դեպի հաղթանակ։ Հանդիպման ավարտին նորին սրբությունը մեկ առ մեկ օրհնեց նորընծաներին, մաղթեց ուժ եւ կարողություն, Աստծո օրհնությունը։ Վեհափար Հայրապետը հոգևոր հայրերին նաև ընծաներ տվեց, ձեռաց խաչ եւ մասնատուփ։ Առաջիկա շաբաթներին նոր ձեռնադրված հայրերը կնշանակվեն ծառայության եկեղեցու տարբեր կառույցներում ու թեմերում։ Հերմինե Հակոբյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։